Հայաստանի Հանրապետությունը, հարգելի բարեկամներ, քանի որ կներեք ձևակերպմանս համար տալդապետություն է, միջազգային իրադարձությունները, մեզ հետ կապ ունեցող միջազգային իրադարձությունները, միջազգային լիդերների խոսքերը ոնց ուզում մեկնաբանում են եւ ոնց ուզում թարգմանում են։ Վենսի հայտարարության սխալ թարգմանությունը դրա այդ տրադիցիայի շարունակությունն է ընդհանրապես 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետում մի դրույթ, մի ֆրագմենտ «Дорога не будет затрагивать город Շուշու» Շուշա անվանման հոլոված ձևն է։ Հիմա կարդանք հայերեն թարգմանությունը։ Խնդրեմ, Prime Minister կետ կայքում դրված։ Թարգմանել են, ներկայացնում են, թե ինչ են ստորագրել։ Լաչինի միջանցքը 5 կիլոմետր լայնությամբ, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը։ Սխալ թարգմանել են։ Փաշինյան Նիկոլը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որտեղ գրված է Շուշա, այնտեղ Շուշի քաղաք չկա, ինչու եք սխալ թարգմանել։ Սա ձեր կեղտոտ տրադիցիայի լավագույն դրսևորումն է, ճակերտավոր։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին այս մարդիկ պայմանավորվում են ադրբեջանցիների հետ մի քանի դրույթների շուրջ, որոնցից մեկը հետևյալն էր. начинают մոտավորապես եմ հիշում, կարող եք մտնել նայել, կամ приступают к субстантивным переговорам։ Կողմերն անցնում են սուբստանտիվ բանակցությունների, կողմերը սկսում են սուբստանտիվ բանակցություններ։ Սուբստանտիվ բանակցությունները ինչպես էին մեկնաբանում, Հայաստանի Հանրապետությունը պետք է գրաֆիկ սահմաներ, թե որ օրը դուրս է գալու, որ քաղաքից եւ որ շրջանից։ Ինչպես է Փաշինյան Նիկոլը ներկայացնում այդ դրույթը 44 օրյա քննիչ հանձնաժողովում, կողմերը պիտի ձեռնամուխ լինեն առարկայական բանակցությունների։ Սխալ թարգմանություն, յուրովի մեկնաբանություն։ Այս օրինակները շատ են։ Ադրբեջանի նախագահը հանդիպում է Աղդամում Աղդամ վերադարձող ընտանիքների հետ, հանձնում է բնակարանների բանալիներ եւ ասում, եթե նոյեմբերի 9-ին պատերազմը չդադարեր, բառացի ասում է, у нас потерь было бы больше։ Այսինքն ավել կորուստ կլիներ, Հայաստանի Հանրապետությունում դա թարգմանվում է հետևյալ կերպ. Եթե նոյեմբերի 9-ին պատերազմը չդադարեր, մենք մեծ կորուստներ կունենայինք։ Նա չի ասել у нас были бы большие потери, ասել է потерь было бы больше։ Վերլուծաբաններն են փողը տալիս են, ըստ ճաշակի վերլուծում են, ըստ ճաշակի թարգմանում են։ Եվ նաև ըստ ճաշակի մեկնաբանում են, ըստ ճաշակի մեջ են բերում հայտարարությունները։ Բազմաթիվ անգամ Ադրբեջանի նախագահն ասել է, երբ բանը գալիս հասնում էր հողերը հանձնելուն, Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ դեպքեր էին տեղի ունենում, գունդ էին գրավում, հեղափոխություն էր տեղի ունենում։ Հիմա նիկոլական զբրոդի տարբեր ներկայացուցիչներ այդ հայտարարությունը չգիտես ինչու հիշել են, բայց միայն առաջին մասը գունդ էին գրավում։ Նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը հովանավորել է, կազմակերպել է ՊՊՑ գնդի գրավումը, բայց 18 թվականի վերաբերյալ է ասել լռություն, բացարձակապես լռություն։ Այս թեմային ընդհանրապես չեն անդրադառնում հանրապետական կուսակցությունները այս խոսքին։ Նրանք հարցնիքտուն, մեռելտուն խոսում են նրա մասին, որ Ալիևը ասել է փակ դերների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, որը շարունակություն։ Բայց դա երբեք չի լինի, ասում է նա, շարունակում է։ Երբեք չի լինի, մենք երբեք չենք համաձայնվելու։ Այդ առաջին հատվածը կտրել են եւ հարցնիքտուն, մեռելտուն խոսում են դրա մասին։ 2019 թվականի նոյեմբերին, հարգելի բարեկամներ, լույս է տեսնում 10 հարց Սերժ Սարգսյանին, որը
տասնյակ հազարավոր մարդիկ են կարծում թե ինձ մոտ թե պոլիտիկի էջում 10 հարցեր Սարգսյանին, որտեղ պարզ փաստերով խոսվում է նրա մասին, թե ինչպես է կազմակերպվել 18 թվականի կեղծ հեղափոխությունը։ Ասում եմ մի քանի օր դեկտեմբերին մեկ շաբաթից մի քիչ ավել այդ հարցերի հրապարակումից մի քանի օր հետո գործ է հարուցվում Սերժ Սարգսյանի նկատմամբ, իսկ դեկտեմբերի սկզբին պիտի ՀԱԿ պետությունների արտաքին գործոս նախարարների հանդիպումը տեղի ունենար Զագրեբում դեկտեմբերի 2-ին թե 3-ին եւ հայտնի խմբերը սկսում են այդ գործի հարուցումը կապել նրա հետ, որ Փաշինյան Նիկոլը պիտի գնա ինչ-որ զիջումների Արցախյան հարցով եւ այդ զիջումները խլացնելու համար գործ է հարուցել Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Ինչ ուզեն կանեն։ Լրագրողներն իրենք են, բլոգերներն իրենք են, փողը իրենց ձեռքում է, то զինված տղերքը իրենց եթե ոչ ենթակայության, ապա իրենց տրամադրության կամ ինգերակցության մեջ են, հա, ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն, ինչ ուզեն կանեն, ինչպես ուզեն, այդպես էլ կթարգմանեն, ինչքան ուզեն, այդքան էլ կխփեն։ Մարդիկ բերում էին Նիկոլ Փաշինյանին, որովհետև անդառնալի էր արդեն, անհնար էր, եկել էր ոչ պոպուլյար որոշումներ կայացնելու ժամանակը եւ ասում են, «Էսա գնում է զիջումների»։ Հասկանում եք ինչ ամորալության եւ ինչ դեբիլության շղարշ է մենք ենք գտնվում, մենք մեծ փողեր եւ դրա համար այդ փողերի պատճառով ինչպես ուզում կեղծում են այս մարդիկ ինչպես ուզում կեղծում են իրականությունը։ Ինչ է նշանակում մեկը մի բան ասի ու սխալ թարգմանես։ Մեկը մի բան ասի ու սխալ ներկայացնես կամ սխալ մեկնաբանես։ Ինչու են անում։ Իրենք հիմարներ չեն, որովհետև կա դրված փող։ Մարդը դուրս է գալիս, պայքարում է, եկեղեցու համար է պայքարում, բայց իր կողքը եկեղեցու ավանդույթները ոտնահարելվելով դրվում է Հիսուս Քրիստոսի արձանը, բացարձակ այդ թեմայի մասին լռություն։ Բացարձակ լռություն, որովհետև կա փող, պաշտոնի ակնկալիք, պաշտոն, այս ամենը։ Եթե ընդամենը մի քանի ամիս, գոնե մի կտոր Փաշինյան Նիկոլ, գոնե մի կտոր Սերժ Սարգսյան, ինչու եմ նշում այս երկու մարդկանց անունները, որովհետև հիմնականում իրենք են ազդում մեդիայի վրա 100,000-ավոր դոլարներ դրված Հայաստանի Հանրապետության մեդիա դաշտի վրա, որպեսզի ճշմարտությունը յուրովի ներկայացնեն, կեղծեն, յուրովի մեկնաբանեն, կեղծեն 100,000-ավոր դոլարներ է դրված, հարգելի բարեկամներ։ Ընդամենը մի քանի ամիս, եթե դուք գոնե մի քիչ սիրում եք այս պետությունը, գոնե մի քիչ սիրում եք այս ժողովրդին, ընդամենը մի քանի ամիս, գոնե եթե դուք մի քիչ ձեր փողերի մասն եք լավ մտածում, մի քանի ամիս փող մեկ տվեք ձեր բլոգերներին, ձեր վերլուծաբաններին, ձեր լրագրողներին, ձեր դեպուտատներին։ Եվ տեսեք ինչքան մեծ օգուտ տված կլինեք դուք ժողովրդին։ Էլ չեն լինի վերլուծաբաններ, որոնք դուրս կգան, կասեն եկեղեցու նկատմամբ տեղի է ունենում այսինչ այնինչ գործողությունը Փաշինյան Նիկոլի միջոցով եւ դրա գլխին կանգնած են հрьяաները կամ պրոտեստանտները, այդպիսի ապուշություններ ասողներ չեն լինի։ Սա մարդիկ ասում են, որովհետև փող կա, իրենք գիտեն, որ ձեզ խաբում են։ Իրենք գիտեն, որ Ծառուկյան Գագիկի Քրիստոսի արձանի տեղադրման բոլոր գծերը, բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ, իրենք շատ լավ գիտեն, որ սա կաթոլիկ ավանդույթ է։ Իրենք գիտեն դա։ Իրենք նաև գիտեն, որ հայտնի arczepiskopos-ի ձերբակալումը եւս, եթե ոչ ուղիղ, անուղղակիորեն այդ ամենի հետ կապ ունի։ Եկեղեցու նկատմամբ հարձակումը այդ շրջանակների հետ կապ ունեն, որ սա պրոտեստանտների ձեռքի գործը չի, որ սա հрьяաների ձեռքի գործը չի, սա կաթոլիկների ձեռքի գործն է, իրենք շատ լավ գիտեն, բայց ձեն չեն անում, գիտեք ինչու, որովհետև փող կա մեջ, հարգելի բարեկամներ, մեջը կա մեծ, շատ մեծ փողեր, եւ քանի դեռ այս փողային հարաբերությունները կան, քանի դեռ իրենց ֆինանսավորում են, մենք գտնվելու ենք այս ամենի մեջ։
քանի դեռ կա այս հարաբերությունը, քանի դեռ փողի դիմաց կարելի է ամեն ինչ անել։ Փողի դիմաց կարելի է հայրենասեր խաղալ, թուրքատիաց խաղալ, բայց լռել, որ հայերը հեկերը վաճառել են ադրբեջանցիներին, լռել ուղղակի։ Փողով հայրենասեր ես խաղում, բայց այս հարցը լռության ես տալիս։ Փողով հայրենասեր ես խաղում, բայց չես կարող լռության տալ այն սրբապղծությունը, որ հայերը բերում են ադրբեջանական բերին։ Այս սա չես կարող։ Բայց հեկերի մասին կլռես։ Հայրենասեր կխաղաս, թուրքատիաց կխաղաս, բայց պիտի լռես, որ Արարատ Միրզոյանը մեղադրվում է թուրքական գործակալ լինելու մեջ։ Այս հարցը պիտի լռես։ Պիտի լռես, որ տասնյակ հարյուրավոր մարդիկ բյուրոկրատական հասարակական սեկտորից գնացել են Թուրքիաներու վերապատրաստման են անցել։ Պիտի լռես այս հարցը։ Եթե դեպուտատ ես, պիտի ձեռնամուխ չլինես, ինչ որ լսումների, ել չեմ ասում քննիչ հանձնաժողով ժամանակավոր ստեղծելուն չի կարելի։ Բայց ժողովրդին պիտի ներկայանաս որպես թուրք ատող ազգի ցեղի ներկայացուցիչ։ Այս ամենը տեղի է ունենում, որովհետև մեջը կա շատ մեծ փող։ Առավոտից երեկո ասում են, այս իշխանությունը մարտակեր է, այս իշխանությունը հանցագործ է, մեկի ձերբակալում են, երիտասարդին տեսում ես հանում են էլիտար բնակարանից, այդ բնակարանը քեզ որտեղից այդ աղա։ Այսինքն դու մարտակեր ռեժիմի դեմ ես պայքարում, իսկ ռեժիմը իսկապես մարտակեր է, հարցը դա չի։ Ռեժիմը մարտակեր է, բայց ձեզ պես մանկլավիկներ այդ մարտակեր ռեժիմի մինչ որ մասերն են։ Ձեզ պես մանկլավիկներ այդ մարտակեր ռեժիմի մանկլավիկներ են, առանց որոնց այս մեծ ողբերգությունը չէր կարող լինել։ Այս մեծ գործը չէր կարող իմի բերվել։ Էլիտար բնակարանը, այսպես կոչված էլիտար բնակարանը քեզ որտեղից։ Հրապարակեք այն մարդկանց անունները։ Հրապարակեք Նիկոլ Փաշինյան, հրապարակի։ Բոլոր ընդդիմադիր հրապարակային հասարակական գործիչների ֆինանսական բոլոր շարժը, ֆինանսական մուտքերը, ֆինանսական ելքերը, ֆինանսական շարժը հրապարակեք, թող մարդիկ տեսնեն, թող տեսնեն, այն ինչ ես ասում եմ, եթե դու չես հրապարակելու, դուք չեք հրապարակելու, վաղ թե ուշ այդ ցուցակները կհրապարակեն օտարները, այս սա ես նկատի ունեմ, հային պետք է փրկել հայից, Երանի հայը փրկի, իսկ եթե ոչ թող օտարը փրկի։ Երանի հայը հրապարակի, իսկ եթե ոչ թող օտարը հրապարակի։ Երանի հայը հրապարակի այն գործակալներին ածը, ովքեր մոլորեցրել են մարդկանց, եթե ոչ օտարն է հրապարակելու։ Եվ թող օրհնվի այդ օրը, երբ ճշմարտության մասին հայ ժողովուրդը կիմանա։ Տա Աստված հայից իմանա։ Տա Աստված հայը կանխի։ Հայը ցույց տա իրականությունը։ Դուք ռենեգատիզմի, օպորտունիզմի, ռենեգատության ձեր տերերը բաներն են, խորհրդանիշներ են։ Դավաճանության, ուխտադրժության։ Մարդիկ բանակում չեն ծառայել, Արցախի դառն են լալիս։ Մի 700,000 փող են հետ գցել։ Մարդիկ բանակից փախել են, միատել դержել են իրենց պատգամավորական երթումը, պատգամավորական երթումն են դержել, կարևորագույն հարցը չբարձրացնելով ազգային ժողովում, դուք դержում եք պատգամավորական ձեր երթումը, բայց հայրենասեր են խաղում, որովհետև տուն են պահում, մեջտեղ կա մեծ փող, ես ձեր տիրոջ մերը